Скажи мне всех милей, всех румяней и белей. Ах ты мерзкое стекло! Կանայք անկախ տարիքից ձգտում են երիտասարդ եւ գեղեցիկ Երևալ, ու ոչ միջոց են խնայում, ոչ փող։ Եթե մի ժամանակ օրինակ Կլեոպատրան երիտասարդ մնալու համար ընդունում էր կաթի լոգանք, դեմքի կնճիռները հարթեցնում տարբեր դիմակներով, ապա այսօր ասում են դրանք այնքան էլ արդյունավետ չեն։ Հիմա կոսմետոլոգիայի ժամանակակից ու ամենահայտնի նվաճումներից են բոտեքսի ներարկումները։ Սրսկումների տարբերակը ավելի հեշտ է։ Դեք ինչ, դու եկար, արեցիր 5 օր ուշ է։ 5 րոպե հետո դու արդեն պատրաստ ես։ Բոտեքս, բոտուլինյան տոքսին, թույն, որը բոտուլիզմի հարուցիչն է։ Ներարկման ժամանակ օգտագործվում է բոտուլիզմի տոքսինի ամենաթույլ լուծույթը։ Ազդելով մկանի վրա, ժամանակավորապես անշարժացվում է մկանը։ Կնճիռը, որը առաջանում է մկանի աշխատանքից, ժամանակավոր հարթվում է։ Այն կնճիռները, որոնք առաջանում են մկանի աշխատանքից, մենք բուժում ենք բոտոքսի կամ նման դեղերով։ Այն կնճիռները կամ ծալքերը, որոնք առաջանում են գրավիտացիայից ձգողական ուժից, դա լցնում են ֆիլերների միջոցով, то есть նյութ, որը մեխանիկական լցվում է այդ ծալքի մեջ եւ մենք ստանում ենք ծավալ։ Մի ժամանակ բոտեքսը համարվում էր էլիտար պրեպարատ, ու դրանից օգտվում էին շոու բիզնեսի մարդիկ։ Երիտասարդ Երևալու գայթակղությանը սակայն չեն դիմացել նույնիսկ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ռուսաստանում անցած տարի արվել է ավելի քան 10 միլիոն, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մոտ 17 միլիոն միջամտություն։ Այն նույնիսկ ծայրահեղությունների հասավ։ Նահանգներից մեկում գեղեցկության մրցույթի մասնակցելու համար մայրը 7 տարեկան երեխային բոտեքս է ներարկել։ Да, это было очень больно, я даже немного плакала։ Կնճիռներն այդ եղանակով հարթեցնելն այսօր տարածվել է նաև Հայաստանում։ Այնուամենայնիվ կարծիքները դեռևս իրարամերժ են։ Ես վախենում եմ, որ տարիներ հետո հնարավոր է ասվի, որ դա վտանգավոր երևույթ է։ Իսկ ես իմ առողջությունը երբեք չեմ փոխի որևէ բանի հետ։ Եթե տարիքային հասունությունը պիտի կնճիռներ պարգևի մեր ճակատին եւ եթե մենք ցանկություն ու հնարավորություն ունենք զերծ մնալու եւ եթե կոպիտ չհնչի պարտկելու մեր թերությունները, ինչու ոչ։ Անիմաստ է, ում ենք խափում։ Եթե իմ կինը կամ իմ երեխան աղջիկը ուզենա տես քայլի դիմի, ես երևի դեմ կլինեմ։ Գեղեցիկ լինելու համար պատրաստ եմ անել ամեն ինչ։ Երբեմն այնպեսի դեպքեր է պատահում, որ ավելի լավ չլինի։ Այն կոպիտ ասած ինչ ասում են, ինչը բնականային բարոյական է, հիմա հետ է։ Կանանցից հետ չեն մնում նաև հայ տղամարդիկ, նույնիսկ պաշտոնյաները։ Կան տղամարդիկ, ունենք արդեն մի քանի պացիենտներ, որոնք բարբերաբար տարին 2 անգամ գալիս են պրոցեդուրայի։ Կնճիռները գեղեցկացնում են տղամարդկանց։ Աստված է տվի ինձ բնությունը տվի, որ ես ասակում եւ կնճիռ պետք է։ Սա իհարկե էժան ծառայություն չէ։ Միջին գները տատանվում են 80-ից 130,000 դրամի սահմաններում։ Տեղորայքի արդյունավետությունը մոտ 3-ից 4 ամսյա է։ Մշտապես նույն տեսքն ունենալու համար անհրաժեշտ է գոնե տարին 2 անգամ կլորիկ գումար կուտակել, բայց օրինակ 50 տարեկանից հետո կնճիռների լիարժեք հարթեցում հնարավոր է միայն մաշկի ձգման միջոցով։ Դրա համար էլ անհրաժեշտ է մոտ $3,000։ Վիրահատության միջոցով դու ամբողջովին չես կարող վերացնել, ամբողջովին։ Սրսկումի միջոցով կարող ես, բայց սրսկումը դա ժամանակավոր է, իսկ վիրահատությունը հիմնով։ Պետք է հիշել սակայն, որ այս մեթոդը ամենակատարյալը չէ ու երբեմն կարող է ունենալ անդառնալի հետևանքներ, օրինակ ժպտալ, լացել, զայրանալ ու զարմանալ դեմքի միևնույն արտահայտությամբ, առանց զգացմունքների։ Ում է պետք է գեղեցկությունը, երբ որ չկա էմոցիա։ Ուր է էմոցիան։ Սա հնարավոր է դեղորայքի չափաբաժնի չարաշահման ու բժշկի անզգուշության պատճառով։ Ամենակարևորը, որ չանես ակնագծին շատ մոտիկ, որովհետև հետագայում կարող է աչքը կախվել եւ մարդը աչքը չկարողանա բացել 3 ամիս, կամ անես հակառակը շատ հեռու եւ կախվի այս մասը դրսային մասը դեմքի եւ այդ դեպքում այս կնճիռն է արդեն ավելանում։ Մենք դրա համար պետք է անենք իր ճիշտ տեղը։ Ցույց տամ բարձ մի օրինակ։ Ենթադրենք սա մեր դեմքի մաշկն է, որը տարիքի հետ կապված կնճռոտում է։ Կնճիռները հարթեցնելու համար այսօր առաջարկվում է տարբեր եղանակներ, ներարկումից մինչև կոսմետիկ վիրահատություն։
Այս բոլոր միջոցները կոպիտ ասած ունեն մոտավորապես փչած եւ բաց թողած փուչիկի ազդեցություն։ Ճիշտ է, գեղեցկությունը զոհեր է պահանջում, բայց արդյոք արժե ժամանակավոր գեղեցկության համար նման զոհողությունների գնալ։ Մեզ ահազանգած 35-ամյա Լենան հենց նման իրավիճակում էր հայտնվել։ Դեմքն այնպիսի վիճակում էր, որ չցանկացավ ցույց տալ։ Բժիշկն ասաց, որ ավելի շատ դոզաներ արկեն ու ավելի լավ կլինի էֆեկտը։ Մտածեցի լավ համ էժանա, համ էլ ավելի երիտասարդ կերևամ համաձայնեցի։ Ներարկումից 5-6 ժամ անց արդյունքն ակնհայտ էր դարձել։ Կնճիռները հարթվել էին եւ մտածել էր, թե աչքերի տակի կապտուկներն ու ուռածությունը ժամանակավոր են։ Հաջորդ օր արթնացա, ինքս ինձ չճանաչեցի այն վիճակում էի։ Բժիշկն ասաց, որ ինքը մեղավոր չի, բայց երբ դեղի ազդեցությունը թողեց, ասեղի տեղերից պարզվեց, որ նրանց տեղերից էր սրսկել, որտեղից ընդհանրապես չէր կարելի սրսկում անել։ Ջահելանալու համար գնացի, էնել ունքը շինելու տեղը աչքս էլ հանեցին, ուղարկեցին տուն։ Ամբողջ մաշկս փչացավ։ Նման ներարկում կարող է անել միայն համապատասխան սերտիֆիկատ ունեցող մասնագետը։ Համոզվեք, որ նման սերտիֆիկատն ունի եւ համոզվեք, որ դեղորայքի օգտագործման ժամկետը անցած չէ։ Բժիշկը պարտավոր է տեղեկացնել հնարավոր բարդությունների մասին։ Մի փոքր արունազեղումներ են, որ կարող են լինել մաշկի մեջ, որտեղ քանի որ դու մտնում ես ասեղով, դու խախտում ես մաշկի ամբողջականությունը եւ մարդը ջահելանալու երիտասարդանալու տեղը հակառակ ավելի ջղայ տեսք ունենա, հա, իր այդ սրսկումից հետո։ Կար ժամանակ, երբ կանայք բավարարվում էին իրենց շուրթերի հաստությամբ։ Ավելին, բարակ շուրթերն առավել մոդայիկ էին, իսկ հանրահայտ Գրետա Գարբոն, որի շուրթերը չափազանց բարակ էին, կինոաստղերի մեջ համարվում էր ամենագեղեցիկը։ Հիմա պատկերն այլ է։ Դե եթե հաստ շուրթերի համար ոչ թե կախարդական փայտիկ, այլ գելով ներարկիչ ու գումար են հարկավոր, ինչու չիրականացնել երազանքը։ Մանավանդ, որ բժշկությունը վաղուց գտել է դրա եղանակը։ Ճակերտավոր տիկնիկները մի ամիս, որ իրանք դուր գան ինչ-որ մեկի, բայց դրանից ավել հաստատ չի։ Ինչը բնական, այն ավելի գեղեցիկ է լինում ընդհանրապես ու միշտ։ Ես միշտ բավարարվել եմ իմ շուրթերով։ Իհարկե, սա ևս ժամանակավոր էֆեկտ է, մոտ 6 ամսյա։ Մեկ ներարկումն արժե մոտ 150,000 դրամ։ Կես միլիոն դրամ էլ սեփական ճարպով հաստացումն արժե։ Իսկ արդյոք պատրաստ եք հանուն դրա հրաժարվել։ Օրինակ սրսկելուց հետո չի կարելի շրթունքը ծամել, չի կարելի ագրեսիվ պատժվել։ Բժշկությունը որքան էլ զարգանա ու փորձի պայքարել ծերության դեմ, միևնույնն է, մարդը բնության դեմ անզոր է, իսկ բոլոր միջամտությունները միայն ժամանակավոր են։ Հերմինե Բաղդասարյան, Ատոմ Համբարձումյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։